Եվ այսպես Տակեր Կարլսոնը գալիս է Հայաստան, հարգելի հեռուստադիտողներ, քանիցս այս թեմային անդրադարձել ենք։ Նիկոլ Փաշինյանը ունի աշխարհաքաղաքական կարտ բլանշ Հայաստանում սպասվող խորհրդանական ընտրությունների համատեքստում ցանկացած տիպի ռեպրեսիաներ եւ վարչական ռեսուրսներ կիրառելու պատահական չեն այն գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում։ Մենք տեսնում ենք, որ եթե մարդը անդիմադիր է ու համայնքապետ է, նրա դեմ քրեական գործեր են հարուցվում։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի հնարավորինս նվազ քանակով անդիմադիր քաղաքական ուժեր հասնեն մասնակցել խորհրդանական ընտրությունների։ Այս ամեն ինչը պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր հնարավոր գործողությունները փորձելու են արդարացնել այսպես կոչված գլոբալիստական աշխարհի, քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչները։ Թուրքերն են աջակցելու, ինչպես 2021 թվականի փետրվարին աջակցեցին Նիկոլ Փաշինյանին, բայց այս ամեն ինչի դեմը շատ պարզ մի քանի մեթոդներով կարելի է առնել կամ առնվազն փորձել հակահարված հասցնել։ Տեսեք, առաջին հերթին բոլորիս համար էլ ակնհայտ է, որ վաղ թե ուշ Հայաստանում լինելու են ընտրություններ։ Շատ կարևոր է քաղաքացիներին բացատրել, որ ամենաթանկ բանը, որ հիմա իրենք ունեն եւ հիմա Հայաստանում եղած ամենաթանկ բանը, դա քաղաքացիների քվեն է։ Քաղաքացիները պետք է հնարավորինս շատ մասնակցեն խորհրդանական ընտրություններին։ Ընտրապայքարը պետք է այնքան ակտիվ լինի, որ իշխանությունները հասկանան, որ ընտրությունները կեղծելու պարագայում իրենք ոչ միայն Հայաստանի Հանրապետությանն են վնասելու, այլ նաև ընդհանրապես ստեղծելու են երկրում հեղափոխական իրավիճակ։ Շատ կարևոր է, որ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ներգրավեն համապատասխան կառույցներ, որոնք զբաղվում են ընտրական գործընթացների վերահսկմամբ եւ նախընտրական պայքարը վերահսկվի, համապատասխան զեկույցներ ներկայացվեն, գնահատականներ ներկայացվեն, ընտրությունների օրը եւս դիտորդական առաքելությունները ամբողջ Հայաստանով մեկ աշխատեն եւ հետ ընտրական փուլում եւս համապատասխան գնահատականներ տրվեն այս ամեն ինչի համատեքստում եւ եւս մի չափազանց կարևոր հանգամանք կա Նիկոլ Փաշինյանի համար այդ կոմֆորտի զոնա ասվածը առնվազն այս մոտ ապագայի համար ինքը պետք է պարզապես դադարի գոյություն ունենալ։ Միջազգային մամուլի ուշադրությունը պետք է սևեռված լինի Հայաստանում ընթացող զարգացումներին, ներքաղաքական զարգացումներին։ Այս համատեքստում բավականին ակտիվ աշխատանք է այս պայմանությամբ իրականացնում մեր ձևով շարժումը։ Ընդամենը օրերս հայտնի դառավ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այս օրերին հայտնի դառավ, որ հեղինակավոր Financial Times պարբերականը հոդված է հրապարակել եւ անդրադարձել է այն գործընթացներին, որոնք Հայաստանում տեղի են ունենում Սամվել Կարապետյանի շուրջ, այսինքն որ մարդը պաշտպանելով 1700-ամյա հայ առաքելական Սուրբ եկեղեցին քաղաքական հետապնդումների է ենթարկվել։ Սա Financial Times-ը սրա վերաբերյալ հրապարակում էր արել։ Կա եւս մի բրիտանական հեռուստաալիք JB News մասնավոր հեռուստաալիքը, ով եւս բավականին մանրամասն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ մարդիկ զարմանքով նշում են, որ առաջին քրիստոնյա, առաջին պետությունը, առաջին ազգը, որ ընդունել է քրիստոնեություն, հիմա հակաքրիստոնեական արշավ է իրականացնում։ Այս ամենը չափազանց կարևոր գործընթացներ են այն համատեքստում, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները պետք է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում լինեն։ Նիկոլ Փաշինյանը պետք է դադարի ապրել կոմֆորտի զոնայում իր համար բոլոր հնարավոր խախտումները, որոնք նա կիրականացնի, նա պետք է հասկանա, որ այս ամեն ինչը արձագանք է ստանալու։ Նարեկ Կարապետյանի մասին արդեն նշեցինք, նա այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչի վերաբերյալ համապատասխան գրառումը Facebook սոցիալական ցանցի իր էջում արել էր ու ինչն է այստեղ նաև եւս կարևոր մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ Նարեկ Կարապետյանից Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարցազրույց է վերցրել համաշխարհային առումով հայտնի լրագրող Տակեր Կարլսոնը, հայաստանյան հանրությանը Տակեր Կարլսոնը երևի ավելի շատ հայտնի է Վլադիմիր Պուտինի հետ իր ունեցած այդ ռեզոնանսային հարցազրույցով, ուղղակի արձանագրենք հետեւյալ, որ բավականին երկար ժամանակ պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո գլոբալիստական ուժերը, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների այն ժամանակվա իշխանությունները արեցին ամեն ինչ, որպեսզի ռուսական կողմի կարծիքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասանելի չլինեն եւ Տակեր Կարլսոնն եզակի լրագրողներից մեկն էր, ով լուսաբանում էր եղելությունը փաստերի, ինչպես նաև հնարավորություն ունեցավ հարցազրույց անել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդհանրապես Տակեր Կարլսոնի դերը բավականին ուշագրավ է ամերիկյան ներկայիս վարչակազմի գործունեության համատեքստում
Որոշ ամերիկյան լրատվամիջոցներ նույնիսկ նշում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընտրելով J.D. Vance-ին որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ, այդ թվում հաշվի է առել նաև Տակեր Կարլսոնի կարծիքը J.D. Vance-ի գործունեության քաղաքական ապագայի վերաբերյալ, եւ չափազանց կարևոր է, որ Տակեր Կարլսոնին Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տալու եւ ներկայացնելու, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում, հատկապես հաշվի առնելով այն, որ այստեղ մենք գործ ունենք հակաեկեղեցական արշավի դեմ, Տակեր Կարլսոնը հենց այս թեման, այսինքն քրիստոնյաների դեմ համաշխարհային այս հարցակումների վերաբերյալ ինքը բավականին հաճախ անդրադարձեր է կատարում Տակեր Կարլսոնի վերաբերյալ եւս մի չափազանց կարևոր նրբերանգ կա։ Տեսեք, ինչ են փորձում իշխանությունները համոզել, իրենց քարոզչությունը փորձում է համոզել, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանից ուղարկված մարդ է, այդ իսկ պատճառով դուք պետք է հասկանաք ում ետևից է գնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Տեսեք, ինքնին այն հանգամանքը, որ Տակեր Կարլսոնը հարցազրույց է վերցնում Նարեկ Կարապետյանից, ապացուցում է մի պարզ երևույթ։ Այն կապիտալը, որի տեր է Սամվել Կարապետյանը, դա վերազգային, վերպետական կապիտալ է։ Այսինքն դու չես կարող այդ տեսակ կապիտալ, այդ տեսակ կարողություն ունեցող մարդուն կապել առանձին վերցած ինչ-որ մի երկրի հետ։ Նույն Տաշիր կապիտալ ընկերությունը ինքը իր գործունեությունը ծավալում է բացի որ Ռուսաստանից, օրինակ նաև Կիպրոսում է ինքը իր գործունեությունը ծավալում, Ֆրանսիայում ունեն որոշակի ակտիվներ, Հայաստանում ունեն ակտիվներ։ Այս պարագայում մենք պետք է պարտադիր նշենք, որ Տակեր Կարլսոնի հարցազրույցը ապացուցում է այն հանգամանքը, որ իշխանական քարոզչական մեքենան պարզապես մաքսիմալ պրիմիտիվ կերպով է փորձում ներկայացնել իրողությունները։ Ինչևէ, նշենք հետևյալը, չափազանց կարևոր է Տակեր Կարլսոնի փաստացի մուտքը հայաստանյան քաղաքական դաշտ եւ հետաքրքիր կլինի ապագայում նրա ներգրավվածության աստիճանը զանազան գործընթացները առնվազն լուսաբանելիս կրկին ասենք անհրաժեշտ անել ամեն ինչ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այդ կոմֆորտի զոնայից դուրս գա։ Բացի դրանից նաև պետք է հերթական անգամ նշենք հետևյալը, հարգելի հեռուստադիտողներ, այսօր Հայաստանում թիվ 1 կապիտալը, թիվ 1 ակտիվը դա ամեն առանձին վերծրած քաղաքացու քվեն է եւ անդիմադիր քաղաքական ուժեր կամ ընդհանրապես ցանկացած մի քաղաքական ուժ, որը իսկապես հետաքրքրված է նրանում, որ Հայաստանում կայանան ժողովրդավարական ինստիտուտները, պետք է հետաքրքրված լինեն նրանում, որ քաղաքացիները հնարավորինս մեծ քանակ մասնակցի ընտրություններին։ Շատ պարզ, որքան շատ իրական մասնակիցներ է լինում ընտրություններին, այնքան կեղծված, վարչական ռեսուրսներով լցված այդ քվեների ընդհանուր թիվը նվազում է։ Հետևաբար չափազանց կարևոր որ բոլոր հնարավոր ռեսուրսներով քաղաքացիների հետ շփվելով մարդկանց ներկայացվի կարևորությունը իրենց քվեի։ Բայց նաև ամփոփելով նշենք հետևյալը, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք ամենօրյա ռեժիմով փորձում են քաղաքացիներին համոզել, որ ժողովրդական լեզվով ասած խաղը ծախած է, սուդյան առած է, այսինքն այն սկզբից էլ փորձում են մարդկանց համոզել, որ պետք չէ գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Այս տեսակ քարոզ անող քաղաքական ուժերը Եթե իսկապես անկեղծ են իրենց մտայնության մեջ, ապա այս քարոզը անելուց առաջ նախ եւ առաջ պետք է անեն հետեւյալ քարը։ Հրապարակավ հայտարարեն, որ իրենք չեն մասնակցում իշխանությունների եւ չեն մասնակցում ընտրությունների, չեն հավակնում ապագա իշխանությունում որոշակի փայաբաժին ունենալ կամ նույնիսկ ներկայացվածություն ունենալ ազգային ժողովում։ Այդ ժամանակ կլինի անկեղծ խոսակցություն դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մտածեք այդ մասին։